Բարի ուշ գիշեր, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ, ինչու եմ ես ուշ ժամին եթեր դուրս գալիս, որովհետև շատ կարևոր է հիմա տեղեկատվական մի սուտ կամ մի մանիպուլյացիա, աճպարարություն բացահայտել, դիմակազերծել և ցույց տալ, թե այսօրվա համերգին Նիկոլենց կազմակերպված, Նիկոլենց պատվին կազմակերպած, արտասահմանյան քաղաքացիների համար կազմակերպած, ինչքան մարդ է եղել իրականում հանրահավաքում, որովհետև ինձ նախ զարմացրեց, հետո արդեն բացատրությունները փորձեցի, փնտրեցի և գտա և ուզում եմ ձեզ հետ կիսվել, ու սա շատ կարևոր է ընդհանրապես Հայաստանի Հանրապետության իսկական քաղաքացիների համար, ոչ թե տուրիստների, ովքեր 1600 դրամով քյաբաբ են առնում Ամիրյան փողոցում։ Եվ ընդհանրապես այսօրվան որպես ամփոփիչ անդրադարձ արդեն այս ՔՊ-ական մանիպուլյացիաների և օրինազանցությունների հետ կապված։ Միանգամից սկսենք նկարներով, փաստերով, ուրեմն միամիտ, մտնում եմ Facebook, ես գիտեմ, որ այսօր առանձնակի բան չէր, չէի սպասում, որ առանձնակի մեծ համակրանք ու աջակցություն կստանա Նիկոլ Փաշինյանը, բացի այն բեմականացված իրանց այսպես յուրայինների թիմից, ընտանիքների անդամից եւ այլն, մեկ էլ մտնում եմ Facebook ու տեսնում եմ հետեւյալը, ուրեմն այս նկարն է դրած, հույև տեսանյութեր է ֆռում AS-ի, ուշադիր նայեք, Հանրապետության հրապարակն է, այ մարդ։ Այստեղ երևի Նիկոլ Փաշինյանն է, որտեղ այստեղ թիկնազորով ինչ-որ մեկին պաշտպանում են, այստեղ չգիտեմ ինչի ասենց դատարկ ու Հանրապետության հրապարակն է։ Ու Civic.am-ը, գիտեք, Նիկոլ Փաշինյանից անձնական օգտագործման մեդիա ռեսուրսն է, և գրած է 30,000-ից ավել քաղաքացի Հանրապետության հրապարակում տոնում է քաղաքացու օրը, այ քեզ բան։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ Հանրապետության 30,000-ի մասին կարելի է խոսալ, եթե լցնում ես Ազատության հրապարակը, օպերայի մոտ Ազատության հրապարակը լցնելուց խոսում ես 30,000 քաղաքացու մասին, բայց Հանրապետության հրապարակ լցնես ու լինես նիկոլական մեդիա ու տենց հաշվարկ ներկայացնես, էսի նշանակում է մի բան, էսի չափազանցությունն է, այսինքն, ես ինչ-որ մի հատ, ու լավ ասեցի հլը տեսնեմ ուրիշ ինչ նկարներ կան, որոնք ցույց կտան, ահա, էսի Civic-ին, ստեղ գնանք իրանց մի հատ էլ հետաքրքիր, ուրեմն բան ունեն ստեղ, ես տեսեք, որ այդ իրանց, չէ, Շիրակում է, այս երորդ այցն է Շիրակ, Շիրակում ուզում են ինչ-որ բան, Շիրակում արդեն երորդ այցն է անում, իրանց ստեղեթին սոցհարցումները ցույց են տալի, որ Շիրակը ծալած ունենա քեզ ու քո հեքիաթները իրական Հայաստանի մասին, և արդեն երորդ այցն են անում Շիրակ, շիրակցիներին են համոզում, հարգելի Շիրակի հայրենակիցներ, ժողովուրդ ջան, այս երորդ անգամ գալիս է ձեզ է համոզում, որ ձեր թարս ապտակը չտաք իր այս ապաշնոր կառավարմանը, ու հիմա այսօր առավոտը ընդեղ է եղել, բայց հիմա վերադառնանք մեր թեմային, Հանրապետության հրապարակը 21:30-ին, Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, լսինես չի, որ մենակ Նիկոլ Փաշինյանի ձեռը կամերա կա, կամ մենակ Նիկոլ Փաշինյանը, այս մի տեսանյութ է, նույն նկարը էլի, այ մարդ ասում եմ լավ, հլը գնանք տենանք ինչ կա, չկա էլի, ստեղ էլ ինչն է հետաքրքիր, այդ նույն նկարը իրանց կայքում է Civic-ը դրել, ու ովքեր որ կիսվում են, տենց բազմաթիվ սայթեր կան, անհայտ, մանր-մունր, գովազդի վրա հիմնականում տարածվող, այս նկարն են դնում, որ հլը տեսեք, այ մարդ, ամբողջ Հանրապետության հրապարակը լիքն է, հետո գնում ենք, ես էլ Նիկոլ Փաշինյանի արդեն էջն է, էլի նույն այդ վիդեոն է, այս մի նկար, այսինքն այս ամբողջ, դուք ուշադրություն դարձրեք, որ ստեղ դատարկ է, այսինքն նախարարության, կառավարության շենքի այդ բանը, կայանատեղին դատարկ է, այստեղ, ստեղից է հաշվում, ես փորձեցի ինքնուրույն հաշվել, մակերեսը բացելով, բայց այդ 30,000 թիվը չի անցնում,
Բայց եթե Civic-ը ասում է 30,000, էսի կոպիտ ասած հավը երազում կորեկ է տեսնում։ Ու իմ մոտ միացած բնական հարց առաջանում։ Ներողություն, ուրիշ նկար չկա այդ համերգից։ Էլ սա համերգն է, ուշադրություն ես, նես որ Նիկոլ Փաշինյանն է ելույթ ունենում, այսքան մարդ է հավաքվել։ Ընդդեմ ասենք սիրուն հագնված, սիրուն արտաքինով դերասաններ, դերասանուհիներ, երգիչներ, երգչուհիներ, այսինքն սա համերգ է, որին եկել են տուրիստներ են, պարսիկներ, չինացիներ, ռուսներ, հնդիկներ, ոչինչ, մարդիկ ստեղ տուրիստ են եկել, մի զգալի մասը դա է, մի զգալի մասը ջահելություն է, որ որտեղ ցկցկոցը լինի, այնտեղ հավաքվելու է, բայց ես միջև վերջ լսեք, էլի ես եթերը բազմաթիվ արգումենտներ եմ հիմա ներկայացնելու, հա, եւ համերգին, հա ինչ որ է, թեկուզ համերգին, որը իդեպ կազմակերպվել է Fast ընկերությունը իրավունք չունի նման բան նախընտրական շրջանում կազմակերպելու, որը փարտ քարոզում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին, որտեղ հայտարարված է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է թմբուկ նվագի, կամ նկարի նույն բանն է, էլի։ Այս դեպքում թմբուկ պետք է նվագի, բայց ոնց որ թե չի նվագի, թե նվագել է, չգիտեմ, դա էլ էական չի։ Էականն է նա, որ այս մի նկարը տարբեր մեդիա ռեսուրսներ տարածում են եւ այս նույն դիրքից նկարած եւ այս մի նկարը ստացվում է այնպես, որ այս ամբողջ համերգի ժամանակ այս մի կտորն ա եղել ամենաբազմամարդը իրական պատկերը մի խոսքով չկա, մի րոպե տեսնեմ կարող է չի բացում իրական պատկերը չկա ու այս մի նկարի վրա սևեռվել են հիմա ու ինչա ստեղ էլի կարևոր է որ գրեմ ցույց տամ որ սրանց ուզածն ինչա ասում է 2026-ին ինչպես 2018-ին հանրապետության հրապարակը լեփլեցուն է սրանք ուզում են այդ 2018-ի հեղափոխական նոստալգիան արտնասնեն ժողովրդի մեջ յանի տեսեք ոչինչ չի փոխվել Նիկոլ Փաշինյանը էլի այսպես թամբի վրա է ոչ մի պրոբլեմ չկա, մենք ուժեղ ենք, մենք էս ենք, մենք ենք, նիկոլականներ էլ հրճվել են, հազարներով լայքեր են դնում, որ վերջապես մեր տերն ու փրկիչը ազգի մեջ համակրանք ունի, հիմա ես իրականությունն եմ ցույց տալու, այս պատկերը, որ կրկնում եմ, մենակ ստեյա ցույց տված, մենակ ստեյա նկարած, եթե նույնիսկ սա արհեստական բանականություն չի, ես չեմ ասում արհեստական բանականությամբ գեներացված է, սա իրանց երազանքների գագաթնակետն է դառը 18 թվականին ինչ վիճակ էր հիմա 30,000 հոգի հրապարակում հավաքելը իրանց երազանքների գագաթնակետն է դառը այն դեպքում երբ որ իրանք այդ հրապարակում դիտորդ են հա այնտեղ Իվետա Մուկուչյան մյուս նրանք են ելույթ ունենում մեկ էլ ման եմ գալի ես գտնում եմ 24 նյուզի հետաքրքիր բաներ կան դրանք դնեմ Այս ինչն է։ Հա, 24 նյուզը ցույց է տալի, որ այս ցույց տամ։ Այս հրապարակն է, համերգը սկսել է արդեն։ Ուշադրություն, համերգը արդեն սկսել է։ Էսի հələ մութը չի ընկել, մութը դեռ չի ընկել։ Մի խոսքով հələ նայեք էսի, բայց համերգը սկսել է։ Մի խոսքով սա է հրապարակի վիճակը, հետո արդեն մի քիչ ավել մթնշաղ, երբ որ արդեն մութը ընկնում է, ստե Նիկոլ Փաշինյանն է կանգնած, մի հատ էսի ուշադիր նայեք, համերգը սկսել է արդեն։ Պարոն Փաշինյան, լավ է երգում։ Նայեք։ Ձայները լսում եք, երգ ավարտվեց, իբր թե տենց լեփլեցուն է, մի հոգի է ծափ տալի, Նիկոլ Փաշինյանը, ասենք համերգի երգը ավարտվի, ինչ ձև են երկրպագուները հանդիսատեսը գոռում, ծափարում եւ այլն, գիտեք, հիմա մի հատ էլ էս պահը նայեք, համերգը վերջանալուց ինչ ենք լսում մենք։ Տեսա, մի հոգի ծափտվող կա, և ինչ-որ մեկի ելույթին, ըստ երևույթին իրոք այդքան մարդ հավաքվել է, նկարել են, ինչ-որ մեկի ելույթին,
Հակոբ Ջակոբ Փայտյանն ասում է ինչ տհաճ մարդ եք Հակոբ ջան քեզ ով է ստիպե հիմա քեզ ստիպում են ասենք տնեցիկ շնչիտ նստել են ասում են բաները Հայկի լայվը նայի անջատի մի նայի եղբայր այսօր ժամին դու ուրիշ բան գնա քնի ընդհանրապես գամ ավելի հետաքրքիր բան նայի ինչ գործ ունես եկել ես իմ լայվն ես նայում էսի մեկ մարդկանց տոնը հարամում ենք հասկանում ես իրենց իլյուզիաները խլում ենք իրանց ձեռից Էսի մթնշաղի վրա, հիմա մի քիչ ավելի մութ ժամանակ, ես արդեն սա թվերով կարամ ցույց տամ ապացուցեմ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի էջից եմ էսի տեսել։ Ուրեմն նայեք, Անահիտ Ավանեսյանը գրել է, սեր կա երկնքում Երևանի, իմ հեռախոսով, նայեք 22:50 րոպե է եղել, իդեպ Զարյադկաս նստում էր, դրա համար ես ուղիղ եթեր չարեցի, սպասեցի մինչև Զարյադկան կվերցնի, մի կես ժամից ավել սպասել եմ, նոր եմ ուղիղ եթեր մտնում։ Ուրեմն նայեք 22:50 ինքը 51 րոպե առաջ, այսինքն մոտավորապես ժամը 10-ի դրությամբ այս պատկերն ա եղել։ Հիմա այդ վիդեոն եմ դնում, ժամը 10-ի դրությամբ ինչա հրապարակում։ Նայեք Անահիտ Ավանեսյանի Facebook-յան էջից։ Նայեք։ Դատարկ տեսնում եք։ Նայեք կողքերը մարդ չկա, հեռվում, տեսնում եք, ինչքան ազատ է տարածությունը։ Ահա, այս հլը համերգին Նիկոլ Փաշինյանն է գնացել, որ Յանի պետք է ելույթ ունենա այստեղ, Յանի ազգը պետք է հավաքվեր իր անտաղան թմբկահարությունը լսեր, իր ճղճղան ձենով գլուխներս քիչ ա տարել, հիմա այն ցմցմփիկները պետք է դնի։ Տեսակ, ահա։ Էս էլ Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ։ Ստե տեսնենք էլ ինչ ունենք, այստեղ ինչն է ինձ գոհացել, որ այս զղտկվելու փարթին հիմնականում անցել է կիսադատարկ փողոցներով, հիմնականում, են իրիկվա ժամին ասում եմ տուրիստներ պարապ, մարապ, ջահել, ջուհուլ հավաքվում է, բայց ամբողջ օրը եղել են նիկոլականները և նրանց հարազատները, մտերիմները, ընկերները, այսինքն ժողովուրդը արժանապատվություն ունեցավ, ինքնասիրություն ունեցավ և սրանց այս որգրամոլ կտերին չտրվեց ցեղասպանության հիշատակի հաջորդ օրն իսկ ժողովուրդը բավականաչափ արժանապատվություն ունեցավ, մեծ իմասամբ, հա, արժանապատվություն ունեցավ և այս գայթակղությանը չտրվեց, էսի մեկ, շատ կարևոր է, հիմա տեսնեմ ստեղ էլ ինչ ունեմ, հա, ու ահա թե ինչու բոլոր այդ նույն վիդեոն են տարածում, որովհետև ես իմ համերգի պահին այդ տեսարանն ա եղել և այդ տեսարանից հետո հրապարակը ցրվում է, նոսրանում է, այդ իրանց երազած 30,000-ն էլ չեն կարողանում հավաքել, դրա համար է հազիվ բռնել են այս մի նկարը, աչ ու ձախ այս մի նկարն են տարածում, աչ ու ձախ, բոլոր ու նիկոլականներին ոգեշնչում են, թե գիտեք, մենք այնքան շատ ենք, ինչքան շատ եք, 30,000 դուք չեք կարողանում, հավը երազում կորեկ ա տեսնում, ինչի եմ վերնագրել ես հաղորդումս, հավը երազում կորեկ ա տեսնում, դուք փոխանակ, մտածեիք, որ 30,000, 300,000 ներգաղթ ապահովեք, դուք փոխանակ մտածեիք ոնց եք անում Նիկոլ Փաշինյանի ասած այդ դատարկված բնակավայրերը ոնց եք պահում, որ չդատարկվի, հետո եթե հնարավոր է վերաբնակեցնում, քանի փուլ սփյուռքահայեր եկան Հայաստան, քանի փուլ վերջում էլ Արցախահայությունը եկավ 100,000-ներով, տասնյակ հազարներով լքեց գնաց Ռուսաստան, դուք փոխանակ սա մտածեք, դուք մտածում եք 30,000 հրապարակում կլցնեք ուրիշի փողերով, ապօրինի ֆինանսավորած, այս շրջանում արգելված է նման ֆինանսավորումները, ապօրինի ֆինանսավորած այդ համերգները, կկարողանաք մարդ հավաքել թե չէ, ձեր հոգսը դա է, այսինքն դու դառնաս երկրի ղեկավար, երկրի վարչապետ, ու քո հոգսը լինի, թե ինչքան մարդ քեզի լայք կդնի, ինչքան մարդ հրապարակը կլցվի, Իվետ Ամուկուչյանի այն մյուսներին չեմ ճանաչում ուղղակի, իբր թե աշխարհահռչակ երգիչները չեմ ճանաչում ես, հա Իմ իմացած աշխարհահռչակը մնացել է 90-ականներում կամ 2000-ականներում լավագույն դեպքում։ Դու դառնաս վարչապետ, մտածես դրա մասին, հավը երազում կորեկ ա տեսնում։ Մյուս իմաստն էլ սրա, որ հավից ավել, դրանից ավել ինչ է սպասում հավից։ Հավից ինչ պետք է սպասի։ Հավը ամենաշատը կորեկ ա տենալու։
Ամենաշատը դա իր երազանքների պատալոգն է։ Դրա համար CVKM-ը ու էլի բազմաթիվ կայքեր Facebook-ում տարածում են, որ ինչպես 2018 թվականին մենք շատ ենք, մենք էս ենք, մենք են ենք, դուք ծոծրակներդ կտեսնեք, 2018 էլ չեք տեսնի, ծոծրակներդ կտեսնեք։ Նախանձ մեռնում ես, այո, նախանձախնդիր մեռնում եմ, հարգելի Անուշ Սաֆարյան, ոչ թե նախանձ մեռնում եմ, այլ նախանձախնդիր մեռնում եմ։ Իդեպ նիկոլականներին, որոնք հուսան, որ թե ավետարանչական եկեղեցու, թե իրենց նիկոլական աղանդի, թե առաքելական եկեղեցու հավատացյալ են, կապ չունի, բոլորն էլ այս հարցում համաձայն են ավետարան բոլորի հրատարակչություններում այս հարցը սենց է դրած։ Երբ որ Հիսուս Քրիստոսը տաճարում տեսնում է այդ աղավնի ծախողներին, այդ սեղանիկները տաճարի առաջ առևտուր անողներին տեսնում է, հետո կործանում է, չէ, քանդում է, խարազանում է այդ մարդկանց, ասում է բանը գրված է, որ աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջի եք այն վերածել։ Ուրեմն երբ որ Քրիստոսը տեսնում է եւ դրա վրա զայրանում է, Աստվածաշունչը սենց է ձևակերպում, ասում է քո տան նախանձը կերավ ինձ։ Ուշադիր ինչ է ասում։ Երբ որ Քրիստոսը տեսնում է, որ տաճարը, որը աղոթքի տուն պիտի կոչվի, Աստծո տուն պիտի կոչվի, դարձրել են առևտրի առարկա, այդ ժամանակ նրա ապրումները Աստվածաշունչը այսպես է ձևակերպում. քո տան նախանձը կերավ ինձ։ Ու զայրանում ու կործանում ու խարազանում է դրանց բոլորին, ասում է, ես իմ հորտունն է, դուք ստե անելու բան չունեք։ Հիմա երբ որ դուք ինձ մեղադրում եք, որ ես նախանձից մեռնում եմ, այս նախանձից ես մեռնում եմ։ Նախանձախնդրությունից եմ ես մեռնում, որ ձեր նման օջխրները եկել են երկրին տեր են դարձել, չոբան են դարձել երկրի գլխին ու իրանց ամբողջ հոգսը ոչ թե երկիրը 30 եւ 300 հազարով վերաբնակեցնելն է, այլ 30,000 մարդ հրապարակում լցնելն է։ Ու մի հատ ռակուրսից մի նկար են ստացել, մի վիդեո կարճ շորթ են ստացել, բոլոր լրատվականներում էդի տարածում են իրանց ձեռքի տակ եղած։ Յանի տեսեք, մենք դեռ թամբին ենք։ Դուք թամբին չեք, դուք թամբի տակ եք, թամբի տակ, ու ամբողջ երկիրն եք մտցնում թամբի տակ, որ խալխը գա հեծնի ու քշի ընդեղ, որտեղ ուզում է, անունել դնեք խաղաղություն կամ չգիտեմ ինչ։ Հարգելի ժողովուրդ ջան, այս առնվազն Անահիտ Ավանեսյանի վիդեոյով, սա թվերով կարող եմ ձեզ ցույց տալ եւս մեկ անգամ, 22:50 ես է շորթ սկրինշոթը արել եմ 51 րոպե առաջ, այսինքն 22:00-ի դրությամբ, թող դրանից մի քիչ առաջ լինի, այսինքն մութը արդեն ընկնում է, եթե նայեք երկինքը, հրապարակում այս վիճակն է եղել, այս նոսր վիճակն է եղել։ Ու այսօր արձանագրենք, եթե ավելի ասելու բան չունենք, ինձ թվում է ասելու բան չունենք, արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն ենք, որ շատ էլ ուզեն, այսօր իրանց համար 30,000-անոց հրապարակ հավաքելը պրոբլեմա։ Այս սա է նրանց իրական հնարավորությունն ու դեմքը, առնվազն Երևանում։ Այսօր նրանք երկու տեղ մեծ խոցելիություն ունեն, դա հասկանում են, իրանց ստատիստիկան ցույց է տվել, մեկը Շիրակն է, Ստույգ, Շիրակի մարզն է։ Երկրորդը Ստույգ Երևան մայրաքաղաքն է։ Ուստեղ իրանց ճղելու են, ամեն ինչ անելու են, մեր բոլորին դեմ եմ ավտոբուսի պաստառներն էլ են ճղելու, որ կարողանան ժողովրդին համոզեն, որ իրենք իրենցից բան են ներկայացնում, հաղթողի ուժեղի տպավորություն են ուզում թողնեն։ Ձեր գնացքը գնացել է, պարոնայք։ Ես չգիտեմ, դուք այս մի ամսում, ու մոտավորապես մի ամսից մի քիչ ավել է մնացել, ամիս ու 10 օր։ Այս մեկ ամիս 10 օրում ինչ ապականություններ էլ կանեք, եվրոպացիներ կբերեք, կտանեք, պարատ կանցկացնեք, պարտված խայտառակ եղած վիճակում զորահանդես կանցկացնեք, ինչ կացնեք, ես չգիտեմ ինչ մանիպուլյացիաներ կանեք։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Ես շատ եմ ասում, դες երկնում թե պրոբլեմ կա, էդի մենք ենք։
Հայաստանը եթե պրոբլեմ ունի, առաջի հերթին դա հայ ժողովուրդն է։ Եվ հենց այդ պրոբլեմը լուծվավ, լուծվելու է նաև Հայաստանի պրոբլեմը։ Եվ եթե մենք այդ մանիպուլյացիաներին չտրվենք, ոնց որ այսօր, այդ խորոված փարթին, այդ զղտկվել փարթին, ոնց որ այսօր եթե արհամարեք, եթե պախարակեք, թքեք դրանց վրա, ասեք չենք ծախվում եւ վերջ, չենք ծախվում, չենք տրվում եւ վերջ, կասեն Քոչարյանով, Սամվել Կարապետյանով, ումով ասես ձեզ կվախացնեն կամ կհիասթափեցնեն, յանի տեսեք ընդդիմությանը հիասթափեցնելու է։ Մեր խեղճ ու կրակ 60 տարվա գազիկ ավտոբուսի վրայից պլակատները հանում են, Սամվել Կարապետյանի ավտոբուսները նույն պլակատներով, ավելի մեծ պլակատներով ամբողջ քաղաքում գալի ֆրֆռում են։ Ինչի համար, որտեղ պետք է դուք Սամվել Կարապետյանին տենաք, վախենաք, ասեք ռուսները եկել են մեզ ուզում են նորից չգիտեմ ինչ անեն, հանուն անկախության գնաք Նիկոլ ընտրեք։ Նրանք այսպես զտում են դաշտը, որպեսզի իրական իրանցից բան ներկայացնող ուժերը չգան ու իրանց չդառնան ալտերնատիվ, որ միշտ մրցեն Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հետ։ Ձեզ էլ համոզեն, որ իրանք ավելի լավն են, քան նրանք, եռագլուխ հրեշը։ Բա դու քանի երեսանի հրեշ ես, քանի երեսանի հրեշ ես։ Այսքանը փոքրիկ մանիպուլյացիա, ցավոք սրտի Դանիել Հովհաննիսյանը սենց հանրահավաքները չի համերգներ չի նկարում, ասի ինչքան ժողովուրդ կա։ Ամեն դեպքում միշտ Դանիել Հովհաննիսյանը ընդդիմության հանրահավաքները ցույց է տալի, բայց արիտես այսօր չի ասում, ենթադրենք 21-30-ի դրությամբ հանրապետության հրապարակում ինչքան մարդ կար։ Այ Դանիել Հովհաննիսյանը սենց ժամանակ վդրուկ հանգարցակի Նիկոլին ձեռնտու պասիվություն է դրսևորում ու ակտիվանում է այն ժամանակ, երբ որ ռուսական օլիգարխներն են ակտիվանում։ Թեև հանուն արդարության ասեմ, որ Դանիել Հովհաննիսյանը այն մարդկանց թվում է, ովքեր ասում են, որ այս համերգի ֆինանսավորումը ապօրինի է, որ սենց բան նախընտրական շրջանում չի կարելի անել։ Էդ էլ արդարության համար ասեմ։ Ու թերևս այսքանը ժողովուրդ, հույսս դուք եք։ Կուտը չուտեք, բայց դա քաղաքական պասիվությամբ չպետք է դրսևորվի, դա ընտրություններին մասնակցությամբ պետք է դրսևորվի։ Եթե դուք չգնացիք ընտրության, ձեր ձայները ուղիղ գնալու են Նիկոլ Փաշինյանին, ուղիղ։ Ավելի հետո հիմա չեմ ուզում թեմայից շատ շեղեմ, ավելի հետո կբացատրեմ ոնց։ Ուղիղ ավտոմատ գնում է Նիկոլ Փաշինյանին։ Եվ ձեր համար մենք ստեղծել ենք բոլորին դեմ եմ կուսակցություն եւ լինելու է բոլորին դեմ եմ քվեաթերթիկ։ Եթե բոլորին դեմ եք կամ գնացեք ընտրեք ու ուզում եք ընտրեք, մեզանից բացի 18 հայտ ներկայացրած մարդ կա, գնացեք նրանցից մեկն ու մեկին ընտրեք, ոչ մեկին չեք հավանում, եկեք մեզ ընտրեք բոլորին դեմ եմ, մի նստեք տանը, մենք էլ պատվով տեր կլնենք այդ մանդատներին, պատվով, տուն չենք տանելու, կամ 100-օրով կլնենք իշխանություն, կամ ոչ էլ կլնենք իշխանություն, ձեր պես բոլորին դեմ մանդատները կդնենք դուրս գանք, բայց թույլ չենք տա, որ Նիկոլ Փաշինյանը 24%-անոց ռեյտինգով 51, 52, 55% ռեյտինգ ցույց տա։ Այ դա թույլ չենք տալու ձեր հետ միասին։ Դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ։ Շնորհակալություն այսօր ժամին ինձ հետևելու համար, արդեն կես գիշերն անց է։ Շնորհակալություն ինձ հանդուրժելու համար։ Բարի գիշեր, վաղը ձեզ խաղաղ հանգստյան օր եմ մաղթում։ Միշտ նոր հանդիպում, ցտեսություն։